Նայեք, ես չեմ ուզում այս ընտրությունները անվանել ընտրություններով, որովհետև այս ընտրությունները, որ մենք վերցնում ենք թե քարոզարշավի ընթացքում, ներկայաշխանության կողմից բոլոր դրսևորումները, բոլոր իրենց մտավախությունների, իրենց սարսափը մենք տեսել ենք։ Ու այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը գիշերվա ժամը 2-ին վրաս գալիս է իր այդ կենտրոնական շտաբը հայտարարություններ անելով ու այդ հայտարարության ընթացքում մենք տեսնում ենք իր շրջապատի այն գորոստողործ պահվածքը, այն վախվխորած արդեն սարսափանքը, դա արդեն ցուցանիշ է, որ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Այդ վտանգավոր իրավիճակը ստեղծվելը բանանելու համար, այդ լուծումը տանու համար այդ հարցին, ուրեմն դա հրահանգ է հենց այդ ընտրական այդ բաներին, այդ նախագահային, այդ հրահանգը բոլոր են ներկայացուցիչներին, ովքեր այդ պարագայում պիտի իրենց տա պլան B-ն է։ Ես ասեմ, դա այդ ժամանակ եկեղել է իրենց պլան B։ Եթե այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ չենք կարող կամ չենք կարողանալու հաղթահարել կամ չենք կարողանալու ցուցանիշը հանրությանը կամ ընդհանուր միջազգային բանում ցույց տանք, ունենք պլան B։ Պլան B-ն այսօր որ մենք ընտրություններից հետո տեղծում ենք այդ կեղծիքները, այսօր այդ մեր ընտրություններից հետո որ տեսնում եք նորից էլի հաշվարկումը բանը, դա ինչ հաշվարկման մասին է խոսքը գնում։ Եղել է ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դաշտը 650,000 մոտավորապես ձայն է հավաքել։ Դուք պատկերացնում եք 650,000 ընդդիմադիր ներկայացող ազգի ներկայացուցիչներ։ Հիմի 650,000 մեկն էլ ես այդ ընդդիմադիր բանը մասը կազմողը մենք պահանջում ենք, որ բոլոր այդ ձայները մեր չգողանան, չփոշեացնեն։ Դրա համար մենք գնալու ենք ամեն ինչի։ Մեր ձայնը գողանացողը շանս ատակա գլխին լինելու։ Ընդդիմադիր դաշտում եղած բոլոր այն հայացք ունեցող մարդիկ, դա չի եղել, որ գնացել եք մեկ ընտրության, մենք կարայցել եք ընտրություն։ Սա ընտրությունը մեր հայ ազգի ճակատագրի հետ կապված է, այս ընտրությունը մեր արժանապատվության վերականգնելու, մեր ինքնության, անկախության ամրապնդելու հետ կապված բոլոր բաներն է։ Ամեն մի մարդ, ամեն մի հայ գնալով ընտրություններ կայանելով կայացրել է գիտակցաբար որոշում։ Դրա համար առաջի հերթին պատասխանատուն է այդ պարագայում այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախագահան իր ձևավորած հրաժարական է տալիս, որովհետև դու քո անկազմակերպ, անպատասխանատու բանի հիման վրա է այս իրավիճակը ստեղծվել, թե ում կողմից ես հրահանգ ստացել, թե ում կողմից ես ճնշվել, կամ էլ քեզ ստիպել են իրավիճակի հայտնվելու համար մեկ այսօրվա պարագայում պատասխանատուն դու ես, այ որպես ընտրող, որպես իրավունք ունեղ ընտրող Հայաստանի քաղաքացի, ես պահանջում եմ հրաժարականը այդ մարդուն։ Բացի դրանից, հիմի շարունակական գնալ, այս ներկա ժամանակները տարբեր տեղերից, որ խոսքի բաներ են ներկայացնում, տարբեր ընդդիմադիր տենց ասած հայացք ունեցողներ մարդիկ վերցնելու, չվերցնելու այդ մանդատների հետ կապված, ժողովուրդ, այս երեկել եմ հայտարարություն արել, եկեք սպասենք ընդդիմադիր ներկայացուցիչ ղեկավարների հայտարարությանը, բայց ես վստահ եմ, այն մարդիկ, ովքեր վերցրել են այդ պատասխանատվությունը, այն առաջնորդները, ովքեր ժողովրդին ներկայացրել են այն ծրագրերը կամ Հայաստանի զարգացման կամ մեր ուժեղ լինելը կամ ընդհանրապես բոլոր ուղղություններով որ ներկայաշխանությունը չի արդարացրել, մենք բերեք սպասեք այդ ներկայացուցիչների այդ ղեկավարների հայտարարություններից հետո արդեն ամեն մեկը կկարա իր դիրքորոշումը արտահայտի կամ իր ճանապարհը ընտրի կամ իր որոշումը կայացնի, բայց այս պարագայում պետք չի հանրության մեջ էլիտա առիթ օգտագործելու պառակտման կամ էլ ինչ-որ հուսահատման բանով վարչապետ հələ չի ընտրվել, ազգային ժողով հələ չի ձևակերպել, հələ ահագի ժամանակ կա, բայց այսօրվա պարագայում, այսօրում իրոք կա անելիքներ, ես համաձայն եմ, որ այո, վճռական որոշումներ կայացնելու հաջորդ գործողությունների կամ քայլերի հետ կապված կա տենց որ ասում եմ բան, պահանջ կա, հանրությունը սպասում է, իրական սպասում է, որովհետև ճակատագրական պատմական ժամանակներ է, որովհետև այս ընտրությունները դա ամեն մեկիս վաղվա օրվա, մեր երեխոց, մեր վաղվա օրվա ապագայի հետ է կապված, բայց ես մի բան ասեմ, այն ընտրությունները, եթե քո պատմական թշնամին ողջունում է այն մարդկանց ներկայաշխանության մասին է խոսքը գնում, ուրեմն հասկացեք, որ սա ձեր ընտրությունը չի ու ձեր ժողովրդի, ձեր հայրենիքի մասին չի խոսքը գնում։ Ադրբեջանի ղեկավարությունը ողջունել է ներկայաշխանության հաղթանակը։ Ադրբեջանի բանը ղեկավարությունը ողջունել է ոչ ի օգուտ հայ ժողովրդին, նա իր ծրագրերի իրականացման համար է ողջունել, որ հետագայում
կարողանալու են կամ հնարավորություն լինելու հետագայում այդ պահանջներն այդ ծրագրերը իրականացնելու համար։ Այսօրվա պարագայում ներկայ իշխանությանը վերընտրվել է, ոչ մի բան ստեղ չի եղել, իրենց սեփական ճակատագրի անվտանգության հարցն է որոշել, որովհետև բոլորը գիտեն, որ ինչ սեփական ժողովրդի նկատմամբ ինչ դավաճանություն են իրականացրել, սեփական ժողովրդի նկատմամբ ինչ հանցագործության, ինչ իրավիճակի են հասցրել։ Արցախը, նորից եմ ասում, Արցախի կործանման խուսափել չի լինելու, Արցախի կործանման դավաճանների, սրիկանների խուսափել չի լինելու, ինչքան էլ փորձեն ղեկավարության, ինչքան էլ փորձեն օրենքներ, սահմանադրություն խախտեն, սահմանադրություն փորձեն փոխել կամ ինչ փորձեր էլ անեն, ոչ մի բան չի փրկելու, սա պատմական այն սև տառերով գրած են էջնա, այն էջնա, որոտ էջը ով այդ սև տառերով լրացրել է, այդ իրանց բաներով էլ պիտի այդ սև տառերով մաքրվի ու սպիտակ տառերով նորից էլի գրվի։ Նորից եմ ասում 600-ից 650 հազար ընդդիմադիր հայացք ունեցող Հայաստանի քաղաքացի ձայնատվել ընդդիմադիր ուժերին։ Ես խոսում եմ այսօրվա պարագայում այն կարևոր դերակատար ուժ ունեցող այդ ուժերը, որ կարողացել են ընդդիմադիր այդ բանում որպես տոկոսային հարաբերություններով իրենք դրսևորեն իրենց։ Մնացած տենց կոչված ընդդիմադիր ուժերին այդ որ ձևացնում էին, որ 0.0%-ներով կամ 1%-ով էլ կամ մաքսիմում 2%-ի են հասել, ես սկզբնական շրջանում ասել եմ, դուք գիտեիք, որ դուք այդ շեմը չեք հասնելու, դուք գիտեիք, որ այդ պարագայում այսօրվա պատմական ժամանակը պահանջում է միասնական ընդդիմադիր ճանապարհ ու միասնական ընդդիմադիր, բայց դուք ամեն մեկը կայացրել եք ձեր որոշումներով, ձեր շահերի հետ կապված, ձեր սեփական ազնական բաների որոշումների հիման վրա։ Այսօրվա պարագայում դուք եք եղել մեծ խանգարիչ ուժ, մեծ խանգարիչ ներգրաված ներկայացուցիչներ, որոնք իրենց դրսևորումով ընդհանրապես այսօր ես գիտեմ, թե հետագայում քաղաքական դաշտում ձեզ շատ դժվար լինելու ձեր էությունն կամ ձեր կերպարներն արդարացնելու կամ ինչ-որ գործողություն իրականացնելու համար։ Հիմա անդրադառնամ ես Արցախի էլի կարևոր հիմնախնդրի հետ կապված Նայեք ես ձեզ բան ասեմ, այն ինչ ներկայացրվել է, որ տեսահոլովակներով, այդ չնչին 0.01%-ն է, բա դուք պատկերացրեք մեկ ինչին չեք տեղյակ, ինչեր չեք տեսել, ես նորից եմ ասում, այսօրվա իրաց գրառած 49%-ը, դա այն տոկոսը չի, դա այն տոկոսն է, որ իրանք ժամը երկուսի պարագայում, որ եկել են ուժը այդ իրավիճակում իրանք հայտնել են իրենց հաղթանակը, իրանք տեսել են, որ մոտավորապես այսօրվա տարբեր տեղերից էլ լսում եմ, կարդում եմ, բան եմ անում, որ մաքսիմում իրանք կարային հավաքին 28-30%։ Ես ձեզ վստահեցնում եմ, մնացած իրենց պահվածքով, գողացնելով, այս խախտումներով, բերել լրացրել են այդ տոկոսային հարաբերությունը։ Դա այն տոկոսներն է, որ ժողովուրդը իրենց ձայն չի տվել։ Դա այն տոկոսներն է, որ մարդկանց ստիպել են գնալ ընտրությունների մասնակցելու իրենց, որ ասում է։ Դա այն տոկոսներն է, որ իրենք այդ տոկոսները ժողովրդին էլի ինչ-որ մի բանով խաբելով կամ ստիպելով կամ ընդհանրապես այդ գործողության պրոցեսների ընթացքում ամեն մի ստվերային իր գործողություններով ինչ-որ բաներ են իրենց մոտ ստացվել է գողանալ կամ վերցնել։ Ես ինչի համար եմ ասում, նորից եմ ասում, այսօր ընտրություններից խոսելու մենք բան չունենք։ Ընտրությունները չի եղել մաքուր, ընտրությունները եղել է պղծված, ընտրությունները միջև ընտրությունները դա արդեն եղել է ամիսներով, հաշվի առնելով ճնշումները, ձերբակալումները, հաշվի առնելով բոլոր ոլորտների ուղղության վրա այս հադրությանը վախի մթնոլորտում պահելու ընթացքում, ընտրությունների ընթացքում իրենց դրսևորումը կամ իրենց պահվածքը, իրենց պահպանելով ամեն ինչ ապացուցվեց, որ այս ներկայ իշխանությունը չունի լեգիտիմություն, չունի իր բանը կարևորությունը կամ իր բացի տարբեր երկրների, տարբեր կենտրոնների կողմից աջակցություն ողջունելը։ Ու նորից եմ ես ձեզ ասում բոլորին սիրելի հայրենակիցներ, պատմական թշնամին ողջունել են սրանց
ընտրություններում մտամ ինչ-որ հաղթանակը, պատմական թշնամին, դուք պատկերացնում եք, պատմական թշնամին ոչ ձեր մասին է մտածում, ոչ ձեր երեխոց մասին է մտածում, ոչ ձեր լավ ապրելու կամ մայր Հայաստանի ապագայի մասին է մտածում, պատմական թշնամին առաջնայինի իրեն հարցն է, իրեն ծրագիրն է, իրեն պահանջներն է, որ ինքը շարունակական է տեսնում, որ ինքը ներկա իշխանության օրոք դա տեսնում է իրականություն դարձնող։ Այսօրվա պարագայում մենք մարտական պիտի ամեն ձևի, որ ասում եմ, դիրքում կաղնենք, այս ընտրությունները մենք չպիտի թողենք, որ այս ընտրությունները վերցնեն, բանանեն, իրենց համար սարքեն առևտրի առարկա։ Այս ընտրությունների կարևորությունը նա է, որ բոլոր ձայն տվողները պիտի կաղնած լինենք ամեն մի հրահանգի ամեն մի հրամանի, նորից եմ ասում, մենք տեր պիտի կաղնենք մեր ձայներին, մենք պիտի գնանք մեր ձայների հետևից, ամեն մեկը ձայն եք տվել, մենք պահանջում ենք մեր ձայների արդար որոշումը, արդար բանին, ընդդիմադիր դաշտի ղեկավարներին, պարոն Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, ես ասում եմ ու դիմում եմ ձեզ, հաշվի առնելով այսօր, որ դուք կարողացել եք այդ ընդդիմադիր դաշտում ձեռք բերել կամ այդ իրավիճակում, այս ծանր իրավիճակում, որ իշխանության կողմից ամեն մի ուղղության վրա եղել է ճնշումներ, եղել է ամեն ձևի խանգարողական ինչ-որ պրոցեսներ, այս մեկ եմ ուզ, կարողացել եք այս իրավիճակում ձեռք բերել այդ ձևի ընդդիմադիր խոսքի ժողովրդի մեջ արտնացնել այդ զարթունքը, ժողովրդի մեջ արտնացնել այդ վերածնունդի իմաստը։ Հիմա դիմում եմ այդ ձեզ երեք առաջնորդներին, վճռական որոշումներ, վճռական հայտարարություններ ու ամեն հայտարարություն, ամեն որոշման մեջ մենք բոլորս ով ձայնատվել ընդդիմադիր այդ բանին, դաշտին, այդ 600 նորից եմ կրկնում, սա ահռելի մաս է մեր հայ ազգի, մեր հայ ժողովրդի մասն է մայր Հայաստանում։ Տեսել եք նման բան, մի երկիր, որտեղ ընտրությունները անցկացվեն եւ ընդդիմադիր գլխավոր ուժի լիդերը կալանքի մեջ լինի, դա եկուս տնային կալանքի մեջ լինի, նույն օրը մարդկանց համատարած բերման ենթարկել, կալանավորումներ, նման բան։ Նայեք, ոչ մի երկրում էլ ժողովրդավարության բաստիոն ներկայացնում։ Դու ինչ ժողովրդավարության մասին եք խոսում, ինչ ժողովրդավարության մասին եք խոսում, ստեղ գնում է կռիվը անձնական իրենց բաների աթոռ պահելու կամ իշխանության պահելու համար, որը միշտ էլ եղել է։ Եթե մարդիկ զոհաբերում են ժողովրդին, եթե մարդիկ զոհաբերում են տուն, հայրենիքներ, ամեն ինչ սրբություններ, դուք պատկերացնում եք սրանք էլ ինչի են պատրաստ կամ էլ ինչի որ կարող է գնան, դե նա գնում են էլի, դե նա ինչ եք ուզում էլի, վերընտրվելու համար որ երկրում եք տեսնում, իրեք պատերազմ պարտված ղեկավարը վերընտրվի, տես բան չկա, որտեղ եք տեսել երկրի ղեկավարը կզած պատմական թշնամու առաջ վերընտրվի, տես բան չկա, ես չեմ ուզում հավատամ, որ ես տենց երկրում եմ ապրում, ես չեմ ուզում հավատամ, ես որ տենց ազգի մեջ եմ ապրում, ուրեմն տես բան չկա, ժողովուրդ, սա սաղ կեղծիքները, սա սաղ սարքած գործերը, սա ինչ էլ անում են, տանում են, որ ասում նորից եմ ասում, մեր հաջորդ կործանման պարտության բանով, բայց մենք չենք թույլ տալու, ասեմ ձեզ, որովհետև 600,000 մարդը, որ ձայնատվել ընդդիմությանը, դա իր պատրաստականությունը հայտարարել պայքարի շարունակություն ու հաղթանակի հասնելու համար։ Այդքան քանակի մարդիկ, այդ բազմահազար մարդիկ, որ իրենց ձայնը տվել են, դա վճռական որոշում է, դա մարդիկ գիտակցաբար քայլ են արել, որ պատրաստ են պայքարել իրական հանուն մայր Հայաստանին սրբությունը պահելու համար, իրական մեր արդարությունը վերականգնելու համար, արժանապատվությունը վերականգնելու համար։ Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, նորից եմ ասում, ովքեր այս պարագայում ամեն մի իրենց համարձակ դրսևորումով, քայլերի դրսևորումով կարողացել են այս ժամանակահատվածում, այդ ծանր իրավիճակում գնալ, այդ հաղթահարելով, ցույց տալով, որ իրական հայի կերպար այս սա է, իրական հայ լինելու, հայ մնալու իրավունքները պահպանելու ճանապարհը մենակ սա է։ Ու դրա հետ էլ կապված նորից եմ ասում, այն օրակարգում մցրած են հարցերը, այն մտավախությունները, այն ամեն ինչը, ինչ մենք վաղվա օրվա ճանապարհները կամ անելիքների մասին ենք խոսելու կամ առաջ տանելու, դրանցից ամենակարևոր հարցը Արցախն է, Արցախի հիմնախնդիրն է, Արցախի ժողովրդի իրավունքն է, Արցախի ժողովրդի իրավունքը առաջնային լինելով, օրակարգում լինելով, մոռացության է տալիս Ադրբեջանի ծրագրերը ամբողջովին։ Արցախի օրակարգում լինելով այդ հարցը ժողովրդի իրավունքները
առաջնորդները առաջնային լինելով հարցը մոռացության տալիս բոլոր են Զանգեզուրի Հարեմտյան Ադրբեջան այդ հարցերը գնում մոռացության տալ այս սա է այն հզոր ուժը որ սրանով պիտի առաջնորդվի ամեն մի ղեկավար կամ ամեն մի առաջնորդ որ սա Ադրբեջանի Սրիկա Ալիևի ախորժակը փակելու կամ զսպվածության զենքն է այս հզոր զենքը մենք պիտի օգտագործենք այս հզոր զենքով մենք պիտի առաջնորդվենք սա չի ասվում չի նշանակում որ սա առաջնորդվելով կամ ձևակերպելով մենք ինչ որ վաղը չմույսոր ինչ որ պատերազմների մասին են խոսում չէ ժողովուրդ սա իրավունքի մասին է Սա այն իրավունքի մասին է, որ կապ չունի դու որտեղ ես գտնում կամ ինչ կարգավիճակում ես գտնում, սա այն իրավունքի մասին է, որ մենակ իրավունք ունի դրան այդ իրավունք կրողը, բանան, որ ասում է տեր կաղնելու, այդ իրավունք կրողը այսօր Արցախահայությունն է, Արցախահայությունը Արցախից բռնի տեղահանվել է, Արցախահայությունը Արցախից ուժի սպառնալիքով է տեղահանվել, ուրեմն դա այդ հարցը չի լուծվել, այդ հարցի լուծումը մենակ կարա տա տեղ բնիկ ծնված, ապրած, հազարամյա տարիներ պատմություն ունեցող ժողովուրդը, այդ որոշումը ինքը իրավունք ունի կայացնելու, դրա համար այդ իրավունքը ոչ մեկը, ոչ մի շան որդի չի կարա մեր ձերից խլի կամ մեր մոռացության տա։ Մնացած հարցերի լուծումները, մնացած հաջորդական վաղվա անելիքները, դա արդեն այն առաջնորդներ են առաջնորդվելու կամ բարձրաձայնելու, ովքեր իրական առաջնորդ են, ովքեր արձանագրել են իրական հայի պատիվը, ովքեր արձանագրել են իրանց էությունը հայի պատկերով, հայ լինելով, այսքան բաներով, որ ասում եմ, այս իրադարձություններով անցնելով, մենք տեսնում ենք այսօրվա իրավիճակում ինչի ենք հասել այս իրավիճակին, ներկայաշխանության նորից եմ ասում, օրոք ղեկավարման ընթացքում, դե հիմի հաջորդ կամ մնացած տարիները շարունակական մենք չենք ուզում կրկնապատկվի դա, մենք չենք ուզում արդեն աղետ չենք ուզում, մենք չենք ուզում արդեն ինչ որ զոհաբերել մեզ տանեն հանուն իշխանություն պահելու կամ հանուն ինչ որ իրենց կյանքը բարելավելու համար, իսկ մնացած են քաղաքական դաշտում գտնվող Ինտիմադիր իրական հայացք ունեցող ներկայացուցիչներն կուսակցություններն կամ էլ են մարդիկ ովքեր այսօր միջև այսօր չեն էլ կողմորոշել եկեք այսօր կողմորոշվեք վճռական ժամանակ է ընտրությունները եղել է բայց ընտրությունները եղել է պղծված կեղտոտ մտբանորում ձևակերպումներով ու դուք պատկերացրեք որ ձևի իրավիճակում էլ ընդդիմադիր դաշտը կարողացել է հավաքի այդքան ձայն Այդքան ձայնը դուք կրկնապատեք երկու անգամ, ես ձեզ վստահեցնում եմ, այդքան ձայնը, որ իրաց այս կարգավիճակում արդեն բանարած է, ֆիքսած է այդ 650 հազարը, դուք պատկերացրեք, որ ազատ լավ մթնոլորտում գնար ընտրությունները, դա կրկնապատիկ այդ ձայները կլներ, ներկայաշխանությունը ես համարում եմ պարտված, ներկայաշխանությունը այսօրվա պարագայում օգտագործելով բոլոր իր ռեսուրսները, այդ ձևի տոկոսային հարաբերություններ բաներով ձեռք բերելով դա պարտություն է, որովհետև դուք ձեր ընտրվելու ժամանակ ոչ մի օրենքներ, ոչ մի սահմանադրական փոփոխություններ չեք կարելու անեք։ Ինչի համար եք դեկբեք։ Ես կարծում եմ, թե իրենք պիտի կողմ լինեն հրաժարվելու կամ իրենք պիտի կողմ լինեն կողք քաշվելու, որովհետև սա իրենց պարտությունն է, որովհետև սրանք իրենց հաշվարկումները եղել է տոկոսային հարաբերություններով 70-ից 80%, ինչի համար, որովհետև այդ պարագայում իրենք արդեն կունենային այն բոլոր հնարավորությունները, որ ինքնագլուխ որոշումներ կայացնեն, կունենային բոլոր այն հնարավորությունները, որ ամեն որոշման հիման վրա էլ որ ասում չեն էլ հարցնի հանրությանը, չեն էլ հարցնի կամ մնացած այն ուժերին, ովքեր այս տարածքում այս ընդհանուր պրոցեսների մեջ դերակատարություն ունեն։ Դրա համար իրաց մեծ վտավախությունն են այսօրվա իրաց տոկոսային հարաբերությունները։ Մենք պիտի ճնշումներ գործադրենք, մենք պիտի ակտիվացնենք ամեն մեկս, նորից եմ ասում, ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ, ամեն մեկս պիտի ճնշումների հիման վրա հանրային մեծ ճնշում պահանջում ու ամեն տեղից էլ որ սրանք իրենց նպատակներին չհասնեն։ Մեկ ժամանակներ ունեք, նորից եմ ասում, ոչ մի պարլամենտ չի ընտրվել, ոչ մի վարչապետ չի ընտրվել։ Պայքարը շարունակում է, այդ պայքարի շարունակական իմաստը ունենալու է առաջնորդների կամ այդ ղեկավարների արձագանքներից հետո, դրանից հետո մենք արդեն ճանապարհային քարտեզնա կամ մնացած հարցերի լուծումները ստանալու ենք։ Բայց ես վստահ եմ, համոզված եմ, ուզում եմ դա հավատամ, որ բոլոր այն առաջնորդները այսօրվա պարագայում ընդդիմադիր դաշտին
Այն խոսույթը, որ օգտագործել են, այն ուղերձները, որ արել են, դա իրականություն դառնա։ Ձեր կողքին, ձեր մեջքին կանգնածա 600-650 հազար այդ մարդիկ, ովքեր ձայն են տվել ընդդիմադիր դաշտին։ Ասելիքներս էս այսօրվա պարագայում։